Փետրվարի 4-ին մամուլում լուրեր տարածվեցին Կապան համայնքի վերին Խոտանան բնակավայրում 6 անչափահաս երեխայի առևանգման վերաբերյալ։ Ըստ հրապարակման այդ մասին ոստիկանությանը հայտնել է նրանց մայրը։ Փետրվարի 5-ի առավոտյան Խոտանանում էինք։ Երեխաների մայրիկին Լիլիթ Իսրայելյանին տեսնել չհաջողվեց։ Մենք այդ ընտանիքի մասին պատմել էինք տարիներ առաջ, բայց նրանք նախկին տնից տեղափոխվել էին։ Հարևանների խոսքով Լիլիթը Կապանում էր։ Խոտանանի բնակիչները դեպքից տեղյակ էին, պնդում էին, երեխաներին չեն գողացել։ Հանձնաժողով է այցելել եւ փոքրիկներին վերցրել են մի քանի զգուշացումից հետո։ Երեխաները համարյա ամիսները դպրոց չեն ուզում հաճախեն, շատ փնթի, շատ վերնաշճանի։ Ոչ լողացնում է, ոչ մի բան, ոչ մի տենց կարամ ասեմ, էլի շատ են փնթի։ Դե որ կողքը չել խոսում են ինձ ասում, շատ խիստ կնիկս, ես ինձ տենց ասում, բայց ես որպես բուժ աշխատող իրավունք ունեմ ասեմ, քանի անգամ եմ գնացել տունը։ Գնացել, ես ինքս մրտնից վարակույր եմ տայել, նվեր տվել, ամուսնու խնդրել, որ բարձրանա գցի, ասում, ամոթ է, էլիս ես տուն չի լինի։ Դե հիմա ինքը տենց է։ Գալիս են ձայնս պապիրոս ուզում, չեմ տալիս։ Քանի անգամ է, այն Արմենը կարդարը կան։ Արմենը, լուծի դասարան։ Դե երեխան։ Լույս են գալիս, ավտոները, տղաները կանգնացնում են փողը, մուրում, դե երեխա են էլի, գալիս են, ստեղ խապում ասում են, եկել եք ջուր խմենք, որ ես իրան շոկոլադ տամ, կամփետ տամ, տենց էլի։ Երեխեք պահող չկան, երեխեք ըստ կայքի ծխումուն, ըստ կայքի։ Այսքան խոխանա ինձ պապերս լեզում ես ծխող չում ժիգայ, 73 թվից ես չեմ ծխում։ Երեխաների մասին կարծիքները միանշանակ չէին, հատկապես կանայք նշում էին, չարաճճի են անխնամ, բայց պատրաստական։ Դե մի հատ խոխան Արմենը, շատ անդաստիրակ խոխալ է, բայց այն աղջիկները ոչ չելի, դպրոցում չգիտեն, բայց գրադարանում քնում են, արտասանում են, մասնակցում են, բայց այն Արմենը շատ չար խոխալ է։ Դե ես ինչ իմանամ, ավելի ճիշտ անդաստիրակ չի լսում, անդաստիրակ, իմենո ինձ համար, հողը պիրմալուցում, ասում ես ինչ հետ ես պիրում, սիսի անում ծաղրում քեզ թողանում քնում։ Երեխային ես ամուսինս ընկած ջարդված էր, իրանք էին գալիս ինձ օգնում։ Գոմը, բաղումը, տենց ոստանում, տենց բան երեխեք են, տենց չէ որ վատ են։ Երեխեք ես համար զբաղվում, ինչ ասեմ։ Իրեք իրենց համար մեկ մեզ համար։ Հարևաններն ասում են իսկապես խնամքի մեծ պակաս կար։ Նրանց մի մասը կարծում է, որ ընտանիքում մնալով փոքրիկները տուժում էին, մյուսներն էլ թե երեխային մայր է պետք։ Այն ախելքը տանին հանստեղ գցին, որ ոչ պապիրոս տեսնան, ոչ անաշա տեսնան, որ իրենց խելքավ կային ապին։ Երեխան անտերա, եթե երեխան պապիրոսի տիպերան մանանդե, դա ընտանիք չի։ Որպես ծնող կասեմ չէ, բայց որպես երեխաների ապման, մաքրություն, վերջը ուշադրություն հարկավոր էր այդ երեխեքին։ Բնակավայրի վարչական ղեկավարը երեխաներին խնամքի կենտրոն տեղափոխելը ծայրահեղ քայլ է համարում, որին դիմել են ստիպված հաշվի առնելով հոգաբարձուների եւ խնամատարության հանձնաժողովի կայացրած որոշումն ու երեխայի լավագույն շահը։ Ասում է ընտանիքին տրամադրված առաջին 2 տներից տանտերերը պահանջել են դուրս գալ, որովհետև անխնամ էին վերաբերվում ուրիշի գույքին։ Բազմաթիվ օգնություն եղել է, հենց գալ օրվանից սկսած, ամենքապետարանով, մարզպետարանով, Կարմիր խաչով, բոլոր կազմակերպությունով, անընդհատ ինչ որ բանը։ Սառնարանից, լվացքի մեքենայից, անկողնային պարագաներից սկսած, հեռուստացույցից սկսած ամեն ինչով օգնել են։ Չհաշված սննդի տեսականներից։ Գյուղացիներից շատերն են օգնել։ Ուղղակի այդ մարդիկ պահպանման խնդիր ունեն, չեն կարողանում նորմալ իրենց դրսևորել։ Անդադ բողոքներ գնացել է, որ հենց դպրոցի հաճախականության, որ երեխեք չեն հաճախում դպրոց, ու մի քանի անգամ իրանց եկել են, զգուշացել են, որ տենց չի լինում։ Պիտի ուղղվեք, պիտի նորմալ երեխաները դասի գնան, պիտի երեխաները մաքուր լինեն, պիտի իրանց սանիտար-հիգիենիկ պայմանները նորմալ լինեն, ու մի քանի անգամ զգուշացնելուց հետո արդեն որոշվել է, որ պիտի տեղափոխվեն խնամքի կենտրոն։ Այցելեցինք նաև Սյունիքի մարզի ընտանիքի եւ երեխայի աջակցության կենտրոն, որտեղ գտնվում են փոքրիկները։ Այստեղ վստահեցրին երեխաներն ապահով ձեռքերում են։ Նրանց հետ աշխատում են սոցիոլոգներն ու հոգեբանները։ Հաստատության աշխատակիցների խոսքով երեխաներն ընդունվելիս հիգիենիկ շատ վատ վիճակում են եղել։
Նույնիսկ իրենց հագուստը չէր համապատասխանում եղանակային պայմաններին, չունեին վերարկուներ, շատ վատ վիճակում էին գտնվում եւ նաեւ կուզեի խոսել հոգեվիճակի մասին, զգացում եմ, որ երեխաները մոր հետ ունեն այդ հուզական կապվածությունը, բայց եւ նաեւ կասեի, որ իրենք չեն գիտակցում, թե որտեղ են ապրում։ Մեծ աշխատանք ենք կատարում նաեւ մայրիկի հետ։ Նրան ծնողավարության հմտություններ ենք սովորեցնում, պատմեցին աջակցության կենտրոնում։ Երեխաների հետ կապը չի ընդհատվել։ Լիլիթը, ում հետ զրուցեցինք հեռախոսով, ամեն օր այցելում է փոքրիկներին։ Երեխեքը դպրոց էին գնացել, կոճինը մնացել է տունը։ Ես տանը նստած երեխեքը եկա, երեխեքը դարել դիմումներ են, թայն չեն լրացրել, երեխեքը քաղաքապետարանում գես տանը, գյուղապետը տնօրենը։ Եկան վեցա երեխեքը Հիմա եմ ուզում երեխեքը դերեմ, ու ես էլ կակավորվեմ։ Հարցնինք նաև ծխելու ալկոհոլ օգտագործելու դեպքերի մասին։ Կինը չհերքեց լուրերը, բայց պնդեց, թե վնասակար սովորությունների երեխաներին մղում են մեծահասակները։ Լիլիթի խոսքով ամուսինը աշխատանք է փնտրում։ Խոստանում է կբարելավեն սանիտարահիգիենիկ պայմանները, միայն թե երեխաները տուն գան։ Տիգրանուհի Բադալյան, Ալեն Ծատերյան, Սյունիք լուրեր։